Մթնոլորտում գտնվող միկրո և նանոմասնիկները կարող են հազարավոր կիլոմետրեր կտրել, անցնելով մեկ մայրցամաքից մյուսը, սա նշում է Ավստրիայից դոկտոր Էլկե Լյուդևիգը, ով ղեկավարում է Զոնբլիկ աստղադիտարանը և ամպային միջավայրի համեմատության եվրոպական կենտրոնը, որտեղ գրանցվում են այս մասնիկների տեղափոխումը և այս գործընթացի հետևանքները։ Տարբեր դեպքերից մենք գիտենք, որ մասնիկները կարող են հաղթահարել շատ մեծ տարածություններ, օրինակ Ճապոնիայից մինչև այստեղ կամ Կանադա։ Կարող եմ ձեզ երկու օրինակ բերել։ Մեկը Ֆուկուսիմայի վթարն է։ Մոտ 11 օր պահանջվեց, մինչև որ մասնիկները, այրոզոլային մասնիկները, որոնք ավելի բարձր ճառագայթում ունեն, հասան Զոնբլիկ աստղադիտարան։ Մեկ այլ օրինակ։ 2025 թվականի հունիսի 9-ին տեղի ունեցավ նմանատիպ տեղափոխություն, երբ Կանադայից օդային զանգվածները հասան մեր կայան։ Մենք կարող էինք տեսնել այն երկնքում։ Իհարկե, մեր տվյալներում մենք կարող էինք տեսնել այրոզոլի ավելի բարձր կոնցենտրացիաներ, բայց իսկապես տպավորիչ պահը տեղի ունեցավ, և այդ պատճառով էլ կարևոր է անձնակազմ ունենալ այստեղ։ Մենք իսկապես կարող էինք զգալ այրվածքի հոտը օդում, և դա տևեց ամբողջ օրը։ Այսպիսով, դուք կարող եք տեսնել, թե որքան ինտենսիվ կարող են լինել ազդեցությունները աշխարհի որևէ տեղ, հատկապես հյուսիսային կիսագնդում։ Եվ այն դեռևս տեղափոխվել է հարյուրավոր կիլոմետրեր հյուսիսային կիսագնդի շուրջ։ Եվ մենք կարող ենք չափել այն այստեղ և ցույց տալ, թե ինչ է դա։